Լրիվ այսօր գերմանական կրքեր են։ Ոնց է չորեքշաբթին մեկ տարկել։ Ընտիր, այդ շատ լավ է, շատ լավ։ Օ, չորեքշաբթի, ես փաստորեն որ ռադիոն չլինի, ես օրերն էլ չեմ իմանա շաբաթվա ինչա կատարվում։ Ամեն ինչ իր դրական եւ բացական կողմերը ունի, դա իմանանք։ Օրերը եղանակը քիչ առաջ եղանակային կանխատեսումը ասում է այսօր ժամանակաշրջանի համար Լոս Անջելեսում ռեկորդային ջերմաստիճան է։ Զգում եք արդյոք ձեր առանձնապես չէ, բայց առավոտները ցուրտ է, կեսօրին արդեն տաքանում է, տեսնենք։ Ես բանով եմ ավելի զգում ես իմ բակի կենթանիներով օրինակ այդ սկյուրիկների մաշկը բանը մորթին ավելի բանա լինում ձմեռը, ավելի հաստանում է արդպես բնությանը եւ հաստանում է շատ չգիտեմ ոնց այդ բառը ինչ ճիշտ բառ օգտագործեմ այդտեղ փարթամանում է երևի, հա։ Եվ բացի դրանից գույնն էլ է փոխվում, ավելի մուգ է դառնում, որ արևի էներգիան ավելի լավ կլանի, էլի։ Ու հիմա էլ բանա ձակ ունի մի հատ։ Իրանից փոքր։ Քիչ, հա։ Ուրեմն գալիս է այդ խեղճ մաման, այս արևի տակ սենց աչքերը կկոցած պարկում է, որ մի քիչ տաքանա։ Այս ձակը տա աղջիկա չգիտեմ գալիս է վրայից է բար տակից է մտնում սենց չի թողնում հանգիստ փախնում է մի քիչ եկում էլի գալիս է այդ երեխաների անզուսպ էներգիան չէ բոլոր կենթանիների մոտ այդ կա մարդուց սկսած մինչև վերջի գազանը որ անիմաստ այդ բանը էլի էներգիայի ծախսումը Վերջ մորը չի թողնում հանգիստ բայց ավելի լավ եմ կերակրում երբ որ ձակերի ժամանակն է ինչ է կերակրում օրինակ ինչ եք տալիս երևի 3 կամ 4 տեսակի ընդեղեն են ասում այդ ֆիստաշկա պնդուկ պոպոկ ինչ որ տենց բաներ կա այդ միֆա որ ամենաշատը պնդուկ են սիրում թե միֆա պնդուկ ես փորձել եմ հա առաջինը դրան են վազում Ունենց դարին լցնում է բերնի մեջ այս թշերս շատ լինի քիչ չլինի էլի տանիտում պահի Դե բնության օրենքն է էլի Փաստորեն Սենց կանգնում է միջև վերև է բարձրանում որ մի օր երկու օր չկերակրեմ գալիս էս աստիճաններով վերև դրան մոտ պահանջում է ուտելիքը Տարածիորեն պահանջում է Բայց խոստովան ենք էլի որ բնազդից ուժեղ բան չկա աշխարհում բնազդի պես Դե բնազդ ասելով Ռաֆայել գիտնականները ինչ որ չեն հասկանում ասում են բնազդ է Չէ բայց ասենք հիմա դարերով էս սկյուրիկները օրինակ էլի չէ պնդուկները ինչ գիտեն որ պիտի թշերի արանքը լցնի վազը չգիտեմ ուր թաղի չէ անտառներում սկյուրիկների մոռացած այդ թաքստոցները նպաստում են որ ծառը աճում այսինքն բնության օրենքը որ հա այդ ֆանտաստիկ ինքը թաղում է այդ բաները հա եւ մոտ 80%-ը հետ գտնում ուտում է 80 բայց այն 20%-ն էլ որ չի գտնում անտառին դառնում այսինքն լրիվ օգտակար կենթանի էլի կամ այդ խեղճը նայում ես թռչուններին չէ ինչ ուղեղ պիտի ունենա ինչ բան պիտի ունենա գնում է ճարում է փետ բմբուլներ ինչ որ ճյուղեր փափուկ բաներ բույնա հյուսում ծակա բերում այսինքն մի ամբողջ շինարարությամբ է զբաղված էլի մեկ այդ YouTube-ը բերում է որոշ տես տեսարաններ այդ փոքր թռչունները ոնց են ուսումնասիրում որտեղ ապահով բույն հյուսել որտեղի ինչ բան մի ամբողջ ինժեներինգ է բառացիորեն բայց ամենազարմանալին թռչունների մասին անցյալ օրը մի ժամ նայեցի նստեցի անունը չեմ հիշում այդ թռչունի եթե բան կանեմ այնց փոքրիկ էլ թռչուն առանձնապես ոչ մի բանով չի ծիծեռնակի մի տեսակն է այս ասեմ 11 ամիս օդի մեջ ապրում ինքը առանց ոտքը գետնին դնելու 11 ամիս ուտում օդում քնում օդում թռչելով ու հազարավոր կիլոմետրերով բանն տեղափոխվում են այդ բանն ինչ են ասում դրան հա երամներով որ թռնում են հա ինչ են ասում դրան չվում են այո չվում են ու այն բարձում է որ թռչելուց ուղղակի կեսը քնում է Այն մյուս կեսը ակտիվ է, հետո այն մյուսն է քնում, այսինքն կիսագնդերով է քնում, որ կարողանա ինքը անընդհատ ուտում օդի մեջ այդ բաներին, մլակներին, բաներին, 11 ամիս, զարմանալի բան է, լուրջ է։ Եվ գիտեք, ամենաշատ ինձ ինչն է զարմացնում, այդ բարդությունը, չէ՞ որ բնությունը որ տվել է այդ ամեն ինչը, դու կեսը ուղղի քնում է, ինչի համար է, էլի, ինչի համար է։
Այսինքն մտածում ես, եթե մենք մի այդ բարդության մեքենա սարքի մարդը, չէ, որ պիտի այսքան բարդ բաներ ունենա, անպայման պիտի նպատակ ունենաս, չէ, թե չէ այդքան ժամանակ, էներգիա ինչու պիտի ներդնես, սարքես այդքան բարդ մի բան, որ չգիտես ինչի համար է սարքել, տենց է դուրս գալիս։ Այսինքն պրակտիկ բան չեմ տեսնում ես, էլի, չգիտեմ, այդ ամենաշատ ինձ այդ բանն է զարմացնում։ Մենք էլ հետը միասին, հա։ Մենք էլ իսկ ինձ զարմացնում է համ զարմացրել է այսօր առավոտից հեռախոսի կռիվների մեջ եմ Միացյալ Նահանգների AT&T provider-ի հետ։ Այսօր ինձ ուղարկել են բիլը, ուղարկել է որ նա ավտոչարժա, քարտիցս տարել է ու օ սարսափյաց թշնամյաց $600 բիլ է եկել ինձ այս ամիս ու ավտոմատ տարել է քարտից ու հիմա այստեղ հարց է առաջանում ինչ եմ արել ես այդ 600-ը զանգում AT&T 10 ժամ գիտեք եթե մի մղձավանջ է մինչև օպերատորին ռոբոկոլներից հետո դա մինչև շարունակել է Ռաֆայել ինձ հետաքրքիր է հիմա դու այդտեղ որ ունես այս ամերիկյան մեր հեռախոսներից է երևի չէ ոչ թե մոդելը չէ երկու հեռախոս ունեմ մեկը ստեղի քարտով աշխատող հայաստանյան է եւ ամերիկյան համարս AT&T-ը 13 տարի AT&T-ը, ինչ հիշում եմ AT&T-ը։ Իսկ ոնց է այդ դու նորմալ այդտեղ օգտագործում ես թե հավելավճար կա որ դու դրսում ես։ Ես քանի որ ինտերնետին է կպած, ինտերնետին զանգերը անվճար ստանում եմ։ Այսինքն հիմա դուք իմ համարին ամերիկյան որ զանգեք, դուք էլ անվճար կլինեք, ես էլ անվճար կլինեմ։ Լավ։ Հա, text message-ներն էլ։ Սա իմ գործի բանի համար պահում եմ այս համարը, չեմ փոխում, թե սա կյանքս այս համարն է։ Եթե ես զանգահարեմ, ինչ որ մի 3 րոպեն թե ինչ անվճար է, հետո բան, բայց Viber, WhatsApp օգտագործում կարիքը չունեմ, բայց խնդիրը որն է, բացատրեմ։ Երբ որ եկել էի, այս մի շաբաթ առաջ որ այդտեղ էի, ես այստեղ զանգել եմ Հայաստան, բան, ոնց որ սա կյանքս եմ խոսել։ Դու մի ասա FaceTime-ի մեջից սխալ կոճակ եմ սեղմել, որ այդ FaceTime-ի call-ը online չի եղել, այլ եղել է international call։ Ու ես $600 call եմ արել, ասում ինչը կախտի երուսին չլի կինուգին։ Ու ասում եմ ինչ համարի եք զանգել։ Բացատրում եմ ես մեր ընկերոջը։ Մուբարակ էր անուն, ասեմ պարոն Մուբարակ։ Սխալմունք է երևի եղել, բան, ասում I'm sorry, այս համարն է, այս զանգն է, բան, օքեյ, զանգ եմ մենեջերին, ինչ որ մի կրեդիտ կարողած ես տանք, այս, բայց թիվ ենք խոսում։ Ապշած եմ ուղղակի, եւ չէ, չլուծվեց 24 ժամ հետո ասեց այսին վաղը մոտավորապես այս ժամերին մենեջերը կտեսնենք ինչ կարա, բայց I can't promise you anything, ասում է you make an international call and ասում է էտա you make it։ Որ մտածես այսինքն հա, բայց ես հիմա ցույց եմ տալի իր աշխարհի նաև ոնց է եղել։ Նայեք, որ դու մտնում ես FaceTime, ես ասում եմ իդեպ կարող է ռադիոլսողներ կան իրանք էլ քաշվեն, իմանան, որ FaceTime-ը մտնում ես, ցանկացած համար որ այստեղ գրած է, դու իրա վրա որ սեղմում ես, իրան կարող ես նաև որպես զանգ անել, բայց այդ զանգը հաշվում է international call FaceTime-ի մեջից, ոնց է դա հնարավոր է, չեմ կարող հասկանամ։ Այդ առանձին application է։ Եթե մարդիկ կան, ովքեր տեղեկացված են, խնդրում եմ ինձ էլ լուսավորեք, ես չեմ պատրաստվում համակերպվեմ այս $600 հեռախոսի բիլը որ նայ։ Չէ, պայքար պայքար, հաստատ դրա համար դու պետք է ասես մենք զարգացող երկրից ես կողմ ձեր բան դուք սենց մեզ վերաբերում այտենց ասա մեր վարչապետը Գերմանիայում է, մեզ մի ջղայդացրեք։ Երիկչի մեր եպիսկոպոսները լտես ինչեր եք անում դուք էլ սենց ֆինանսապես եք ուզում քայքայել մեր ժողովրդի բան։ Այտենց բաներ պետք է ասես։ Միջազգային սկանդալ ասա։ Ստեղ Խաչիկ Դեմիրճյանը արդեն ասում է, Ռաֆայել ջան, good luck with AT&T, the worst call company։ Ճիշտ ասում։ Ինչ ասեմ։ Որն է, փոխեմ, հեսա գալու եմ էլի, փոխեմ, ասեք որը փոխեմ։ T-Mobile, որ ես գիտեմ ամենալավը։ Հաստատ։ Բայց այդ T-Mobile-ը բանը չէր, Spirit էր, ինչ էր առան իրար, Sprinter, տենց մի բան իրար հետ միացան, դրանց երկու company միացան, չէ, T-Mobile-ը իրար։ Sprinter մի հատ կար տենց դեղին գույնի։ Իմ հետ էլ է պատահել Մարինե Հարությունյանն է ասում ու հարգելիս ոնց լուծեցիք այս հարցը րոպեն $5 են չարժարել Ոյ բայց էսի 5 րոպեի բան չի ինչքան եմ 100 րոպե խոսել եմ դա 500-ի ու plus իրա դե monthly payment-ն էլ է եկել դառնա 600 մենակ 496-ի international call է եկել Գիտես ինչն է հարցը, Ռաֆայել, իրենք սուտ չեն խոսի։ Այսինքն, եթե դու խոսացած չնես, չեն ասի, որտեղ իրենց պետք չի այդ պատմությունը, հա։
Չես նկատել էլի խոսել։ Ասա FaceTime audio պետք է զանգեի Զարա Թապալցյանն է ասում։ Իսկ ես ինչ եմ զանգել։ Հարգելի Զարա, FaceTime-ով ինչ եմ արել։ Ես ցանկապես վիդեո քոլ շատ քիչ եմ անում, չեմ սիրում, աուդիոյով եմ զանգում, բայց FaceTime-ի մեջից փաստորեն կա ֆունկցիա, որ Նիրոպ, իսկ եթե FaceTime-ով զանգես ու բանեն կամերան որ չես սեղմում, կարաս ուղակի խոսես այդպես, չէ՞։ Այդ եմ արը, հենց այդ եմ ասում, հենց տենց եմ արը։ Ես միշտ եմ տենց այդ ձևով եմ զանգում, հեռախոսի պես, բայց ինքը international call-ը արել, որտեվ համարին է գնացել զանգ։ Ոչ թե FaceTime-ից FaceTime։ Ոնց է դա եղել։ Չգիտեմ, աստված իմ, չգիտեմ։ Ջղայնացած եմ շատ ու այս auto payment-ի վատը է դա, էլի որ քարտը տարել է մի անգամից, հիմա Ռաֆայել auto payment չլներ ինչ է իր անելու, էլի նույն պատմությունը պետք է լիներ, էլի։ Դե որ ուրիշ բան որ տված չլիներ, բանակցեի, բայց հիմա ինքը արդեն charge-ը արեք, ես տարել է փողը, իր փողը տարել է, ով է հետ փողը։ Իսկ որ բան ասած չեմ տալի, համաձայն չեմ, մի քիչ բանավիճելու ժամանակ կունես։ Հիմա տարել է, նստել է իրանց հաշվին, հա, դե գնա գլուխդ պատերին դու։ Ինչ ես անելու։ Դա Ինչ արած է Հայաստան, Ամերիկայում որ ասում են երկու երկրում ապրելն է մի բան չի էլի, ոչ այնա, բա ինշուրանսները նույն բանն էլ ինշուրանսն է։ Ինչի ինշուրանս։ Life insurance-ը, այդ health insurance-ը։ Բայց դու դեռ ես ապրում ամերիկյան health insurance-ը ինչ է։ Դե պահել 13 տարվա բան անեմ, քանդեմ, թափեմ սա։ Գալի գնում ենք էլի պետք է գա էլի ասած ոչանի։ Ռաֆաջան ամիսը 25 է international-ի կապը, այդ package-ը վերցրեք, Մարինե Ալուցինյան։ Փորձեմ, հեսա գամ տեսնեմ ինչ արինում, բայց զանգ ունենք, արդյոք վերաբերում է այս միջազգային կապին, ով է միացել, բարև ձեզ։ Վահան Աննես, նոր լսեցի ձեր այդ պրոբլեմը, հա, երևի դուք ձեզի զանգ եք, դուք իրան միանգամից ձեր հեռախոսի վրից զանգում եք, այդ international call-ա գնում, իմ հետ էլ է պատահել է ձեզ։ Ոնց եք լուծել Վահան ջան այդ հարցը։ Ես ինձ ասեցին իմը T-Mobile է ճիշտ ասած, զանգեցինք, ասին եթե 24 ժամվա մեջ անեիք, այսինքն եթե իմանայի 24 ժամվա մեջ է, cancel կանենք, ոչ եմ նեգոշիետ արինք ինչ-որ կես գինը վճարենք։ Իմս չէր այդ $500 չէր իմս, մի $100 կարգի էր։ Մի կեսը վճարեցինք էլի ոնց եղավ, հետո ես որոշեցի ընդհանրապես այդ international call-ն անջատեմ, որ հանկարծ պատահական չսխմվի։ Այդ պիտի արվի ուրեմն, պիտի international call-ը անջատել տանք։ Հա, քարտին զանգեք, ասեք unauthorized քաշել են, մինչև դուք ձեր հարցը լուծեք, քարտը ձեր փողը հետ գտնի, մինչև իրանք էլ investigate անեն։ Այսինքն բանկի ասեմ։ Այդ քարտից որից որ ձեզից charge են անում, զանգեք այդ քարտին, ասեք այդ գումարը սխալ են ինձ charge արել։ Կարող է քարտը ձեզի ոնց որ քարտը ընդհանրապես վերադարձնում է։ Իրանց հետ մի քիչ դժվար է, մինչև կապնվեք։ Դե charge-ը եղել է մի 3 ժամ առաջ, այսինքն ես հիմա Wells Fargo զանգեմ, իրանք բան կանեն, հա։ Բայց բանը, քարտին կարակ հիմա զանգեք, ասեք stop անի։ Okay։ Բայց արդեն ձեր որ օտոմատիկ ձեզից պահում են, այդ արդեն էդ էլ երևի կկանգնացնեն, այդ քարտ բանի հետ, ATT-ի հետ։ Հա, դա մեծ պրոբլեմա դառնալու, այսինքն հետո ինչ։ Բայց ամենաբանը վստահ ավելի լավը անջատեք էդ։ Ես օրինակ գնացի իմ բոլոր հեռախոսների հետ international call-երն անջատեցի, որտեղ Դե սա մյուս գալուց արդեն էդի հիմա, հա։ Որտեղ էլ էստեղից չունս։ Մեկ ըլլումա որ ասենք դրսից զանգ է գալիս, հետո անջատվում է, ձեր այդ receipt call-երի մեջ երևում է, դուք մի անգամից իրանց սխմում եք, ձեզ թվում է թե դուք բան եք անում, բայց արդեն Դա international call-ը համարվում։ Հասկացա։ Հատուկ արել են մարդկանց սուղակի մեջ գցելու համար։ Բարի, հարգելի, շնորհակալ եմ պատասխանի համար, լավ օր ձեզ։ Այմար, բայց հետարքիր է, որ ասեցիք իմ միտքն էլ պղտորվեց։ Ես երբեք չեմ նայում, գիտեմ auto-pay-ի վրա է, իրանք տանում են, հիմա կարող է ինձ էլ են չարժանում, սկի տեղյակել չեմ։ Գիտես, նայ, մինչև լեգալը է, ես ասեմ մի 2-3 ամիս չեկա, չէ՞, այս ընթացքում նայում եմ, ես երբեք չէի մտել եմ AT&T այդ application-ըս, մի ամիսը 97-ա charge արել, մի ամիսը 86-ա charge արել, մի ամիս 101-ա charge, sense ջուր գներա charge արել։
Բայց այսինքն ես չեմ օգտագործում ստեղ այս համարը, այնքանով այս բանը որ բիզնեսի համարներ նա գործաբան որ զանգա գա, բայց ես չեմ զանգում ոչ մեկին, ինչի՞ է տարբեր, եթե չգիտեմ։ Ու pay-off արած է հեռախոսներ, pay-off արած, բաներ, սակագնային պլաններն է։ Մի խոսքով անհասկանալի է, բայց այս international call-ը անջատել եմ տալու հաստատ։ Սենց չի կարա լինի։ Okay, այս է մեր խնդիրները հարգելի բարեկամներ։ Գնանք առաջ։ Ինչ ունենք լրահոսի մեջ։ Այսօրվա լրահոս այնքան բաներ դժգույն։ Մի հատ ուրախ բան ասեմ, եթե ու դժգույն է։ Ամուսնացել են Ավստրիայի առաջին վարչապետը Էնթոնի Ալբանեզը դարձել է Ավստրալիայի առաջին վարչապետը, ով ամուսնացել է պաշտոնավորման ընթացքում։ Այս բան չի եղել պատմության մեջ որ միշտ ամարտու հետ ամուսնացել բայց այժմ պրծանք ոչ կին է ու բավականին հաճելի արտաքինով արարողությունը տեղի ունեցել Կամբերայում մայրաքաղաքում նրա ընտրյալը Ջոդի Հեյդենն է ուրեմն հաղորդագրության համաձայն Օ մեր Ջոդին է, հա, գիտեմ։ Ճանաչում եք իրան, հա, օքեյ։ Հաղորդագրության համաձայն արարողությունը տեղի ունեցել ընտանիքի անդամների եւ ընկերների նեղ շրջապատում, այդ թվում եղել է նաեւ Ալբանեզի որդին Նաթանը, հա, մեծ տարիքով է, կունենա երեխաներ։ Նաեւ եղել են ծնողները, հարսնացուի ծնողներն են եղել Բիլը եւ Պոլին։ Պոլիա, մորանունը, բանի անուն չի կենթանում։ Մենք անչափ ողջավորված ենք մեր սերը եւ մեր ապագա կյանքը միասին անցկացնելու ցանկությունը կիսելու համար։ Վայ, տրամադրությունից լավացավ առավոտները ովքեր ժպտերս են։ Լավ կլիներ տարիք գրեին, բան գրեին, չէ՞, sense մի քիչ մանրամասներ, ով ինչ երեխա ունի, ոնց։ Այ դրա մասնագետը այդ բաներն են, այդ թակավորական ընտանիքի բանանու մասնագետները։ Նրան թվաց, որ ինքը երեխան բան չի արել, դրա համար ինքը որոշեց, որ իր ծնունդին չի գնալու, սենց մի բաներ ա գնում, էլի։ Բայց իրանք էլ շատ խառնակի չեն, այդ թակավորական ընտանիքում շատ խառնակի չեն, այդ սենց բան, ինտրիգներ հյուսող, բան։ Դե բա, կատակ ես անում։ Գնանք առաջ, Միացյալ Նահանգները պատրաստ է ընդլայնել պատժամիջոցները միջազգային քրեական դատարանի նկատմամբ։ Հիմա էլ քրեական դատարանին են մանարել ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել իր պատժամիջոցները ինչպես միջազգային քրեական դատարանի դատավորների, այնպես էլ դատարանի որպես ինստիտուտի նկատմամբ։ Եթե հանկարծ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի գործակալությունների հետ կապված միջադեպերի նախաքննությունը չդադարեցվի, որտեղ միջազգային դատարանը հիմա գործ ավարել, թե Ամերիկան այս 20 տարվա ընթացքում Աֆղանստանում ինչեր է արել, արդյոք այնտեղ որոշակի մարդկության դեմ բաներ չի եղել, մարդու իրավունքները հարգվել է թե ոչ բան, բայց մյուս կողմից ռազմական process-ը այնտեղ եղել 20 տարի, Աֆղանստան, ինչեր ասես, ոնց են պահպանել, ոնց կարա այնտեղ չխախտվի մի բան, դժվար է պատկերացնել, բայց ունենք են ինչ ունենք, տեսնենք ինչ քայլեր կհաջորդի սրան։ Փաշինյանը խոսել է այլ այս եկեղեցու հետ կապված պարզաբանումներ է բանանում։ Ուրեմն մենք ցանկանում ենք մեջբերում են վարչապետին, ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն հայ առաքելյան եկեղեցու կանոններին, ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց կներեք, որ այսպես են ձևակերպում գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար, այսինքն շպիոն դարձնելու Ռուսաստանի պարզ ասած, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդհանրապես ուզում ենք համապատասխանություն լինի։ Փաշինյանը ասել է, թե ոչ ոք չգիտի ինչպես է, այն օրը որ խոսում ենք այս մասին, ինչպես է մեր եկեղեցին ֆինանսավորվում։ Իսկապես չգիտեն, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում։ Գիտեք, ամենամեծ խնդիրը ո՞րն է։ Այն որ բարձրաստիճան հոգևորականներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ, իսկ սովորական եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ։ Եվ դա խնդիր է, եւ դա վնաս է պատճառում մեր երկրի բարոյական մթնոլորտին։ Վարչապետի խոսքով ներկա իշխանությունը ուզում է որ արժեքահեն հասարակություն լինի, այսինքն արժեքի վրա հենված է հասկանում, արժեքահեն հասարակություն լինի, բայց հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ արժե համակարգի էպիկենտրոնը ախտահարված է։ Մեզ անհրաժեշտ է որ մեր եկեղեցին մեր հասարակության առաջ թափանցիկ լինի։ Այո,
եւ լինեն գործիքներ ստուգելու հոգեվորականների, եկեղեցականների բարեվարկությունը։ Մեր օրակարգը ամփոփչովին թափանցիկ է առանց ինչ-որ թաքնված կամ ծպտված օրագրերի։ Ես Հիսուս Քրիստոսի հավատացյալ եմ։ Վերջերս ես հայտարարեցի, որ Հիսուս Քրիստոսի իմ սիրտն է։ Այ քեզ բան։ Եվ ես չեմ կարող գործել Հիսուս Քրիստոսի դեմ։ Իմ եկեղեցուն հակառակ։ Դա իմ եկեղեցին է, մեր եկեղեցին է, մեր կառավարության անդամների 90%-ից ավելի տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ մենք ցանկանում ենք, որ եկեղեցին թափանցիկ ու հաշվետու լինի, ազնիվ լինի, արժեքահեն լինի։ Բա մենք էլ ենք ուզում։ Մենք էլ ենք ուզում, հա։ Չասեցի։ Այստեղ դեռ շարունակվում են խորհուրդները ինձ ինչ անել, ինչ քայլեր, մեկը ասում է ստոպ արեք քարտը, մեկը ասում է վայ, այս բան չանեք, ռեկորդի վրա ազդում եմ։ Իհարկե կազդի, չեմ անում։ Չէ, ախր հարցը նրանումն է, որ իրանք անօրեն ձևով չեն այդ չարժը արել, հասկանում եք, հա։ Հիմա դու չես իմացել, բայց իրանց վրա դա տարբերություն շատ։ Բայց ո՞նց իմանաս։ Այ հետ է, այդպես օրինակ Եվա Սարիբեկյանը ռադիոլսող ասում է, նորից եմ ասում, եթե ձեզ նամակ չի եկել զգուշացում, կարող եք վիճարկել։ Այ չգիտեմ արդեն։ Որտե դու զանգ ես անում, սովորական ձևով զանգում ես application-ի մեջից։ Ինքը ոնց կարա աստղաբաշխական չարժը անի ու քեզ չասի, մի րոպե, this is international call կամ ինչ որ մի բան ասի քեզ։ Բայց ինձ ամենախելքի մոտիկ տարբերակը այն մեր ռադիոլսողի ասածն է, որ կիսով բան անեք, տենց ասեք, վճարեն, ինձ թվում է այդ ամենաբան ելքը կլինի, որ հիմա որ դու այդ փակես այդ, հիմա պետք է նոր բան բացես, նոր չէ։ 20 տարի AT&T համար եմ աշխատել, AT&T համար եմ աշխատել, Ջորջ Մելիքն է ասում, իրենց չարջերից գլուխ չեմ հանում, don't call your bank and don't stop your payment, AT&T-ն կարող է ձեր համարը ստոպ անի անգամ։ Բա։ Չէ, չեմ անի, Ջորջ ջան, չեմ ինչ-որ բանկին չեմ խառնի այս պատմության մեջ, բայց դե տեսնենք, հուսամ մենեջերը, որ ասցին we're going to call you back in 24 hours, հուսամ 24 ժամից մի բան կպարզվի։ Լավ լուրեր, Հայաստանում բացառիկ բան են կառուցել, վերջապես մի բացառիկ բան, որ կարող ենք հստակ ասել ու շատ օգտակար։ Հայաստանում առաջին անգամ մեծամասշտաբ ջրամբար է կառուցվել, Վեդու ջրամբարը, եւ այն կառուցման ծրագրի վերջնական փուլում է, շատ շուտով գործարկվելու է։ Այդ առումով զարգացած ֆրանսիական գործակալությունը պատվիրակությամբ այցելել է ջրամբարի տարածք եւ տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին, դեպ Ֆրանսիան է մեզ օգնում, որ կառուցենք, նկարներն եմ տեսնում, իրոք հսկայական է։ Այցելուների թվում են նաեւ զարգացան Ֆրանսիայի գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Օդրի Գուրդիենը, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ ռոռոկման հարցերով ղեկավար Վանեսա Տանգանին։ Նրանք ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի հետ միասին շրջել են այդ տարածքում, ներկաները շրջայց են կատարել ջրամբարի տարածքում, կլոր սեղան քննարկմանն են մասնակցել, որտեղ նախանշել են ծրագրի ավարտական որոշ աշխատանքների վերջնական ժամանակացույցը, այնուհետև պատվիրակությանը ջրային կոմիտեում հյուրընկալել է ջեք նախագահ Արամած Դալակյան, մի խոսքով այստեղ նկարները ասում են, հիմա թվերով են այստեղ որոշ բաներ կա, 29.3 միլիոն խորանարդ մետր ծավալով Վեդու ջրամբարը կառուցվել է Արարատի մարզի Վեդի գետի աճափին, նախագծի արժեքը 90 միլիոն եվրո է, ֆինանսավորումը ավելի քան 80%-ը ֆինանսավորման 80%-ը իրականացրել է ֆրանսիական զարգացման գործակալությունը։ Շնորհակալություն նաև ֆրանսիացիներին, ասա դրոնով նկար կա վերևից, այս կարգին ջրամբարը, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Այս որ տարածքում էր Վեդի Արարատի մարզի հարավ դեպի Խորվիրապովանով sense որ իջնում ես դեպի Ջերմուկի ճանապարհը էլի այդ սահմանի մոտ է փաստորեն էլի դե Հայաստանը որը սահմանի մոտ չի մենակ Քրիստոսի արձանը սահման հետ կապ չի ունենա Կոտայքի մարզ ամա դնում են էլի հա այդ արձանը բանանում սարկում են մյուս ձեր գալուն պատրաստ կլինի Էս էլ հետաքրքիր է կարծում եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին նշելով որ Թրամփը Հայաստանի հետ ստորագրել է փոխըմբռնման 3 հուշագիր, որոնք նախանշում են Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար։ Բանալի բառը վստահ եմ առաջատարն է։ Դիվանագիտական լեզվով ասվածից ավելի ուղիղ եւ կոնկրետ ասելը անհնար է։
Միացյալ Նահանգները ցանկացած տարածաշրջանում հենվում է այն երկրի վրա, որին համարում է առաջատար, եւ դա բնական է։ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները հենվում է Իսրայելի վրա, քանի որ ժամանակին նրան առաջատար ճանաչեց։ Մեր տարածաշրջանում առաջատարը հիմա համարում են Հայաստանը, եւ ես բազմաթիվ անգամներ հարցազրույցներում սպնդել եմ, որ Կենտրոնական Ասիայից Եվրոմիություն գնացող էներգետիկ եւ տրանսպորտային ուղիների վերահսկողությունը Միացյալ Նահանգները իրականացնելու է Հայաստանում, քանի որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգների շահերը համընկնում են եւ մենք համաձայնել ենք միջոցների համատեղ շահագործմանը, հետեւաբար մենք այս տարածաշրջանի Միացյալ Նահանգների հիմնական հենարանն ենք։ Ասածը տրամաբանական է, բայց տեսնենք։ Այստեղ Ջորջ Մելիքը մեր օրվա թեմայի շուրջ հետարքիր բան է ասում, որ 20 տարի ասում աշխատել եմ AT&T-ի համար, բայց նա ինչ է ասում, ասում զանգեք իրանց negotiation արեք։ Ասեք տանը անչափահաս երեխա կա, ինգրա մատնակապ է զանգելա։ Կարող է օգնել։ Բայց մինչև այդ պետք է երեխային պատրաստես արդեն, Ռաֆայել։ Հասցնեմ, հա։ Մի քիչ պետք է աշխատես այդ։ Դե դուք իմացաք մեր AMPM հաղորդման մեջ, որտեղ ես ու կինս ենք վարում, այս թեման սարքեցին, բան զանգում են, արդեն ինչ, ոնց, երբ, ունես բաներ են ասում, Շորժ ջան, մի քիչ կարծում եմ բաներ կա սահմաններ ասեմ, թեմաներ ասեմ, որ մի քիչ մոտենալ չի կարելի, էլի, որտեվ ամեն դեպքում բաներ կա, որ հետաքրքիր է, չէ, այս բարոյական նորմերի տարբերություն։ Օրինակ Հայաստան որ գալիս ես, լրիվ նորմալ է, քանի տարեկան ես, այնքան աշխատավարձ ես ստանում, քանի երեխա ունես, կամ կամ ինչի երեխա չեք ունենում, հələ քանի տարեկան ես, դա էլի մի քիչ ուրիշ հարց է, բայց Շորժ ջան, մի քիչ բաներ կարելի է։ Ու դա գիտես ինչ է, Ռաֆայել, դա իրանց համար նորմալ է, դա անգամ զարմանում են, որ ախր քեզ համար եմ ասում, այ մարդ, ինչ ես որ պետք կնի քեզ կասեմ, էլի որ չեմ ասում։ Ինչ քեզ ինչ նորություն չունեք, ասեմ ունեմ, նոր նախագիծ ենք սկսում։ Կամ շուտես մի բան, որտեվ Հետո ախր մի բան հասկացեք, ինֆորմացիան, ախր գոնե այս դարում հասկացեք, թե ինֆորմացիան ինչքան կարևոր բան է։ Եվ ոչ մեկը ոչ մեկին ձրի ինֆորմացիա չի ուզում տալ։ Ինչու պետք է ես ձրի ինֆորմացիա տամ, որ դու բան կազմես, չէ։ Ես ուզենամ, ես կտամ, չեմ ուզում, մի հարցրեք։ Այո։ Բարեկամներ, լայքերի մասին նորից եմ ասում, ովքեր մեզ դիտում են առցանց, YouTube կլինի, Facebook կլինի, խնդրում եմ ձեր լայքերը շեյր արեք, շատ կարևոր է մեր հաղորդման համար, YouTube-ը եւ Facebook-ը իր ալգորիթմները փոխել է, ինձ ամեն անգամ notification են ուղարկում, share արեք եւ այդ like-ի ու subscribe-ի, հա, բաժանորդագրության կոճակը սեղմեք, դա շատ կարեւոր է եւ դա կլինի մեր փոքրիկ, այսպես գործընկերությունը, հա, եթե գնահատում եք իհարկե մեր աշխատանքը։ Կոչ են կրկին արել հայտնի կոչանողները, ես կարծում եի թե հետադարձ քայլ կլինի հոգեվոր դասում, բայց ոչ այն եպիսկոպոսները, ովքեր հանդիպել էին Փաշինյանին, այո, վերահաստատել են իրենց վերահաստատում, այո, կոչ են անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների, վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են կրկին տարածել, ցավով տեղեկացանք, որ առաջիկա եպիսկոպոսած ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս բարձրագույն ատյաներում կանոնական մեր տեսակետը արտահայտելու եւ փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։ Ինչ վերաբերում է Մայրաթորի կողմից եպիսկոպոսների ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ եւս վերահաստատում ենք, վերահաստատումն է մեծատարերով գրած, վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կարգին ու կանոններին, ավանդույթներին, մեր զինվորյալ միաբանությանը։ Բայց կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքներին, զերծ մնալ վիրավորական խոսույթներից եւ չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությամբ, հարգանքով վերաբերել եկեղեցու նվիրական կարգին, մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր հիմնավոր եւ արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծումներ տալ մեր պետության եւ Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին, հայցում ենք ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը եւ զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին եւ մեր բարեպաշտ ժողովրդին։ Մեջբերման ավարտ։
Գիտեք ինչն է այստեղ հարցը, այս ով որ ստորագրել է այդ թուղթը այդ եպիսկոպոսները արդեն Ռուբիկոնը անցել են, իրանք հետ գնալու էլ տեղ չունեն։ Քանի Վազգեն ընդեղ է, իրանք դրա համար Վազգեն ասեցի, հա Գարեգին բն կամ երկրորդը ոնց որ կուզեք կամ կտրիչը ոնց որ հիմա ընդունված է ասել այնպես որ դրա միայն առաջ պիտի գնան էլ հետ գնալ չեն կարող եւ ինչ հետաքրքիր պայքար է չէ բայց ինչ հետաքրքիր ես պատկերացնում եմ հիմա այդ եկեղեցու ներսում ինչեր ա գնում ինչ ինտրիգներ որ կողմ պիտի գնան ինչ պիտի անեն ասեն ճոճվող աթոռի հետ կապված էլի որտեղ կարող աթոռի հետ իրենք էլ կործանվեն կամ այս կողմ են կողմից են վախենում Ահա, շատ լուրջ է ես ինչքան հասկացա երկուսն էլ բան են որոշումը կայացել են օրինակ բանում կտրիչը պիտի գնա ասում են չէ դե այն կողմից էլ կտրիչը չի գնա մինչև արյան վերջին կաթիլը կպայքարի ես ենթադրում եմ իրանք հա օքեյ Այնքան բան դուրս կգա տակից, եթե ինքը պատկերացրեք, որ գահանքեց անեն իրեն, մարդիկ սկսեն խոսել, պատմել իր ամեն ինչի մասին, ֆինանսների եւ ամեն ինչի եւ արդեն լրիվ ուրիշ պատկեր կստացվի։ Իրանք ձգում են մեկետեսար ընտրությունների որոշակի արդյունքներ փոխի, հիմա այսքան արե դրել են շանուգելի բաժին դառնա, տենց են մտածում, այսքան արե պահել ենք, հասցրել ենք ոնց թե մեր դեմ են դուս եկե, հեսա մի բան անենք, տեսնենք ինչ ենք լինում, մանավանդ որ անգամ Մերցը ես զարմացա, նայում էինք այսօր ուղիղ հեռարձակման, հա, Գերմանիայի կանցլերը Մերց, անգամ Մերցն է ասում, որ Ռուսաստանը միջամտելու է ընտրություններին, այսինքն բաց ասում են, ու այս հուշագիրը ինչ է ռազմավարական գործընկերությանից, փաստաթուղթը որ ստորագրեցին, այնտեղ մի առանձին կետ կա հենց այդ հարցերի շուրջ, որ ոնց օգնեն այդ հիբրիդային պատերազմի դեմ բան Գերմանիայի պես երկիրն է ասում նենց որ զգուշ եղեք ընկերներ մանավանդ համացանցում այս գործի մեջ եմ նայում ես Facebook-ները բաները այնպես է աշխատում այդ քարոզչական մեքենան սենց ուլունքների պես ոնց են կոմենտներ գրում հատուկ մարդիկ մի համակարգիչ է հատուկ մարդիկ մի բան գրեցին մեկը մի անգամից այդ կոմենտների տակ հանրային կարծիք ձևավորման օղակներն է սկսվում ամեն մարդ չի կարա դիմակայի էլի հասկանա ասում եմ ժողովուրդը ինչ է ասում բան այդ ժողովուրդը չի ասում այդ բոտ հա կոչում հատուկ այդ Facebook բոտ իրանք այդ ստեղծում են հանրային կարծիքը գնան գովազդի լավ Մի րոպե, լավ, գնանք հետո գանք, այս բանը հիբրիդային պատերազմը շատ ենք օգտագործում, ուզում եմ բանը ճշգրիտ։ Կարա թիմա բացատրությունը տակ, մենք չենք շտապում։ Լավ, ասեմ, ինչև ընդմիջում գնալը, ուրեմն ըստ ChatGPT-ի հիբրիդային պատերազմը ռազմական ռազմավարություն է, որը միավորում է դասական ռազմական գործողությունները, կիբեր պատերազմը, տեղեկատվական պատերազմը եւ այլ ոչ ավանդական մեթոդներ հակառակորդին վնասելու կամ ճնշելու նպատակով։ Այն համարվում է ժամանակակից հակամարտությունների հիմնական ձևերից մեկը։ Այմա տեսակ որ պատկերացնենք թե մեր դեմ ինչ պատերազմ են մղում։ Այն էլ քանի ֆրոնտով, չէ՞։ Առաջին Ադրբեջանն է ըստ տանի էլի, երկրորդը Ռուսաստանը, որ մեր դեմ այդ հիբրիդային պատերազմն են մղում։ Գովազդի մարգելի բարեկամներ վերադառնանք շարունակենք։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք-շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք, հարգելի բարեկամներ, բարի օր բոլորին, բարի երեկո, նայած աշխարհի որ հատվածից եք մեզ միացել, դեմ դիմաց հանդիպումը ընթանում ենք չորեքշաբթի այսօր եւ փորձում ենք հասկանալ ինչ է կատարում մեր շուրջը, Գերմանիա, Մերցը, հայտարարություններ, քիչ առաջ Փաշինյանը ասեց Համբուրգ եմ մեկնել, Համբուրգում է, կադրեր է անգամ հրապարակված համացանցում Գերմանիայի Մեր վարչապետը լույսը չբացված հեծանի վակշում այման։ Հա, տեսանք։ Եվ սիրում ամես։ Հա, այդ սրտիկից է բոլորից, այո, բոլորից այդպես է ասում ինքը։ Դե տեսնենք։ Սիրում եմ բոլորին։ Կաթողիկոսական տեղապահի առաջնորդային գործը Այդտեղ ուզում եմ հստակություն։ Տեղապահ որ ասում են, ես այսպես եմ հասկանում, փոխարինող էլ այսինքն ով պիտի իրան փոխարինի։ Տեղապահ։ Ես չգիտեմ հետո բա։
Այդ հա ChatGPT-ին հարցնենք ինչա տեղապահ։ Հենց այս դրա վրա եմ հարցնել։ Դե դուք հարցրեք, ես ներկայացնեմ ռադիոլսողներին, ուրեմն քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական եկեղեցու նորոգման այն ճանապարհային քարտեզին կետ առ կետ, որ մի քանի օր առաջ հրապարակել եմ եւ հերթով մեկնաբանել, պարզաբանել այդ կետը։ Այս Փաշինյանն ասում, ես ընթերցում եմ իր հրապարակումը։ Առաջին կետը վերաբերում է կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը իրոք առաջին քայլն է։ Այդ առումով պետք է ասեմ, որ կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում գործող կանոնների համապատասխան։ Ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսած դասը։ Այս հարցում ես որևէ այլ առաջարկ եւ մոտեցում չունեմ։ Ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման process-ի կազմակերպումը։ Մեջբերման հասկացա։ Դա տեղապահ նշանակում է այն մարդը կամ բանը, որը ժամանակավորապես զբաղեցնում է որևէ տեղ պաշտոն կամ դիրք, մինչև իրական կամ հիմնական անձը առարկան վերադառնա կամ նշանակվի։ Ժամանակավոր պաշտոնակատար էլի։ Տարեգին երկրորդ ժամանակավոր էլի։ Զանգ ունենք, տեսնենք դեպքում։ Հանրություն զանգ ընդունենք, հետո շարունակենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ռաֆայել, լավ եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, մերսի Ռաֆայել ջան։ Լսում եմ ձեզ հիբրիդային պատերազմի եկեղեցական այս վերնախավի մասի։ Իմանալով, որ մեր ձեր հիբրիդային պատերազմ ա գնում, ինչի՞ չեք կարող արգելել։ Չոր ձևով իմանալով ինչ է կատարվում։ Ինչ է արգելել, լրատվական ինչ կայքերը արգելել, ինչ է։ Արգելել այդ լրատվական կայքերը, ինչի՞ չէ։ Եթե հիմա դեմոկրատիայի անունի տակ մեկ մեզի բանան եք զոհաբերել։ Դե որոշ բաներ արգելեցին, լիցենզիայից զրկեցին, որոշ ռուսական ակնհայտ քարոզչական հաղորդումներ փակեցին, արդարության համար ասենք, որոշ լրագրողների մուտք փակեցին Հայաստան, հաղորդումները ցույց չի տրվում, բլոկ են արել, ռադիոկայանի լիցենզիա են հետ կանչել Հայաստանում, ես որպես դե ապրող մարդ եմ ասում։ Ես քրեական օրենսդրությունը լավ չգիտեմ Հայաստանի ասենք։ Տերորիզմին եւ հովանավորելու, ծածկելու, աջակցելու համար, սուտ տարածելու համար քրեական պատասխանատվություն չկա։ Դե կա, ոնց չկա մի։ Ինձ թվում է կա, այս բոլոր լրատվականը, որ Facebook-ը լցված է եւ այլն, իրանց լրատվականները։ Ամեն մեկին այդ հոդվածով կարելի է գտնել։ Այսօր մեր երկիրը կանգնած է մի հատ փիստ ճանապարհի վրա։ Ռուսաստանն ունի խնդրեմ, ես ինքս ռուսամետ էի ավելի ճիշտ։ Ասենք այնտեղ երկար տարիներ ապրել եմ, մի քիչ ճանաչում եմ երկիրն ու բարձրացել։ Բայց այսօր Հայաստան Իրանից բան չի ներկայացնում Ռուսաստանի համար, որ իրանք այդքան չարչարվեն։ Մի հատ բան է իրանց պետք պրեզիդենտ Տուկերն է, որը Տուկերը ժամանակ կգա կարենան հանձնեն Ղարաբաղին։ Լավ, հարգելի, լսեցինք ձեզ։ Մեր վիճակը, որ իրանք մեր համար կռիվ են անում։ Իսկ այս տերտերը գնացողը չի։ Դա կներեք ճակատին կարակ դες պազոնը կնետը կդառնա։ Լավ։ Բարի, լսեցինք ձեզ, հարգելիս։ Շնորհակալություն զանգի համար, ձեզ լավոր ենք մաղթում։ Կեներ 747-477-3444 ուղիղ եթերի հեռախոսը համար մեկնաբանություն ունենք ձեր կիսատ մնաց, խնդրեմ կարող եք։ Ինչ է, ChatGPT-ից բան չեք ասում։ Հա, այնտեղ ինչ է, հա։ Հիմնական մունդրակիրը բազմաշերտ մոտեցումը հիբրիդային պատերազմը ներառում է միաժամանակյա տարբեր մեթոդների կիրառում։ Սովորական պատերազմ, փոքր պատերազմներ, կիբերհարձակումներ, տեղեկատվական քարոզչություն, դիվերսիաներ եւ սադրանքներ։ Եվ այսպես շարունակ, բայց կարծում եմ, հա, օրինակ, հա, Ղրիմի դեպքը 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը հաճախ ներկայացվում որպես հիբրիդային պատերազմի օրինակ, որտեղ համակցվել են ռազմական ուժի կիրառումը, տեղեկատվական քարոզչություն եւ կանաչ մարդուկների առանց նշանների զինվորների օգտագործում։ Այդքան է ճիշտ, հա։ Այդքան էլ ճիշտ, հա։
Սաակաշվիլին է խոսել էլի մեր մասին։ Իդեպ է Սաակաշվիլի ֆենոմենն էլ է էլի հետաքրքիր։ Ես ինձ համար մնաց այդ լրիվ ինիգմա, ես չկարողացա այդպես էլ հասկանամ, թե այդ մարդը ով է, անկեղծ եմ ասում։ Սկզբից հետևում ենք այդ իր մի տեսակ նման չի Փաշինյան, նո դեռ մինչև վերջ չէ, բայց Փաշինյանը բան կա այն իմաստով, որ հեղափոխություն, պրոռուսական, տոտալիտար, երկիրը թալանած ուժերի դեմ արեց հեղափոխություն ժողովրդական, Շևարնաձեի պես մարդուն տապալեց, որ անհնար էր հավատալ, եկավ իշխանության, Ամերիկայի հետ մերձեցում, Եվրոպայի, չգիտեմ ինչ, ռուսներից թեքվեց եւ այլն։ Բան անցան տարիներ, ռուսները հիբրիդային պատերազմով ինչ ասես դեմը արեցին, եկավ պրոռուսական ուժեր, իրան նստացրեցին բանտ, էլ դավաճան, էլ մարդասպան, բանտի ծեսի դուրս չի գա հաստատ, գոնե տեսանելի ապագայում եւ վերջ։ Մի տեսակ բայց ախր իրակ հայերը մեկ-մեկին չհամապատասխանող բաներ էր անում, էլի, շատ տարօրինակ։ Գնաց դարձավ Օդեսայի, ինչը դարձավ։ Չէ, դա հետո, երբ որ արդեն խնդրեմ էր Վրաստանում, հա, այդ մարդը Այո։ Հետո անօրինական կերպով հետ մտավ Վրաստան, որ Իրանն էլ զգուշացրել է, որ քեզ կձերբակալենք, եթե բան անես, նավով սահմանը անցել մտել էր, այդ վիդեոն ունեմ ես, տունը ընկերոջ հետ խնկալի ուտելուց մտան բռնեցին իրան, տարան ու մինչև հիմա բանտում է։ Վիճակները առողջական շատ վատ է ասում են։ Բա ինչ կլինի։ Ինչ է ասում Սաակաշվիլին, ասում է Իվանիշվիլի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին փաստը այն է, որ Ադրբեջանը պատմական որոշում է կայացրել պարբերաբար նավթամթերք մատակարել Հայաստան, ինչը այս փուլում հնարավոր է միայն վրացական երկաթուղիների միջոցով։ Ըստ Սաակաշվիլի Վրաստանի իշխանությունները այնքան բարձր սակագին են սահմանել, որ ավելի լավ կլինի միանգամից ոչ ասեին։ Եվ ըստ Սաակաշվիլի դա ռուսական թելադրանքն է։ Իվանաշվիլին չի կարող չիմանալ, որ ոչ ոք չի կարող վճարել նման սակագին, ուստի այստեղ նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մերձեցման քաղաքականությանը խոչընդոտնելն է, եւ ես չգիտեմ նրանք ցանկանում են գրավել Թրամփի ուշադրությունը, թե պարզապես կատարվում է Մոսկվայի հրամանը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական սահմանից ժամանող բոլոր բեռնատարներին թույլատրում են անցնել Թբիլիսիի անցակետով։ Նրանք սահմանին ծախսելու համար խնդրում են մինչև $1000, իսկ նրանք չեն կարող այդքան իրենց թույլ տալ։ Մինչդեռ մեր լրագրողական լրատվությունը փորձություն ունի, անկախ նրանից, թե ինչ է ասվում քաղաքական գործչի կողմից, հազիվ են նրանք, լավ է, այս արդեն հիմարությունն է։ Ամեն դեպքում Սաակաշվիլի այն սակագինը, որը սահմանել են վրացիները, խոչընդոտումը, կարճ ասած։ Եվ այստեղ ես իր հետ լրիվ համաձայն եմ ես ինչ որ կարդացի, որովհետև այստեղ ռուսական երկու շահ է բախվում, կորցնում երկու տեղ։ Նախ Ռուսաստանը իհարկե չի ուզում, որ Հայաստանի Ադրբեջանի հարաբերությունները լավանան, այդտեղ ինքը անիմաստ է դառնում։ Այն գլխից էլ չէր ուզում։ Եվ երկրորդը պատկերացնում եք, Իրանից չի առնելու էլ Հայաստանը նավթը, առնելու է Ադրբեջանից։ Կրկնակի բան է իր համար, էլի։ Եվ բնականաբար պրոռուսական այսօրվա Վրաստանը պիտի ամեն ինչ անի, որ դա տեղի չունենա։ Այո, չեն ուզում այդ բանը։ Ականհայտորեն չեն ուզում։ Հիմա էլ վրացիների իբրթե վիճակը բանանելու համար ասին մեկ անգամը ձերի կանցկացնենք, ինչ է նշանակում, խաղում մի անգամ որ անցավ, հետո ինչ դրանից է։ Ինչ Վրաստանը ամբողջությամբ ռուսի տակ է, այդ ակնհայտ է։ Դե երևում է արդեն էլի քայլերի։ Լավ, Իրանի բանով չեն կարա, Իրանի հետ ադրբեջանցիք լավ են, մենք լավ ենք։ Ինչի Վրաստան։ Թե երկաթուղի չկա, երկաթուղին չկա։ Երկաթուղին է խնդիրը, այո, որտեղ եթե մեքենաներով լինի, մենք էլ Ադրբեջանի հետ սահման ունենք, մեքենաներով կարող են բերել առանց մաքսատուրքի, առանց ոչ մի բանի, բայց չունենք այդ հնարավորությունը։ Մեր երկաթուղիներն էլ Ռուսաստանին է պատկանում, գիտեք, իրանք են այդ ամեն ինչը Հարավկովկասյան երկաթուղիները 100%-ով տվել են ռուսերին, դու պատկերացնում ես այդ ինչ է, 100%-ով։ Պետական քո միակ ենթակառուցվածքը, որով նավթ ու ինչ ասես, հա, հումք է մտնում երկիր, 100%-ով տվել ես ռուսին։ Բացի այդ երկաթուղին նաև ստրատեգիական նշանակություն ունի, զոնք զենամթերք փոխադրելա, էսա, այնա, պատկերացնում ես, ռուսների ձեռքն է, փակեցին վերջացավ։ Կռիվի ժամանակ այդ 1900-ական այդ սկզբին առաջին հանրապետության բանը, բոլոր թե Օսմանյան, թե հետո քեմալիստները, թե բոլշևիկները, թե
դեռ սպիտակ բաները գվարդիականները առաջին բանը երկաթուղիներն էին գրավում, որովհետև դա ամենակարևոր բանն է։ Կոմունիկացիան լրիվ փակվում է։ Տվել ենք ռուսին 100%-ով։ Դե տենց դրա համար էլ այսօրն ենք։ Իդեպ Սովատ կմնաս էլ, եթե փակեն այդ բանը։ Հացահատիկը երկաթուղով է գալի, բենզինը երկաթուղով է գալի, նավթը յուղը, բեռնը, ինչ ասես։ Լենինը այդ գնացքները որ սարքում էր իզուրեր, սարքում բոլշևիկյան հետ։ Լենինը դահավոր կերպար է մի հատ, դահավոր։ Այմար ինչ բան է, չէ, այս Վրաստանի հետ մեր հարաբերությունները նայեք էլի, եթե այս իրանց այդ բանը չգնար դեպի Ռուսաստան էլի, ղեկավարությունը ինչքան ավելի բան մարդկային հարաբերություններ մենք կարող ենք ունենալ, ինքն էլ լինել դեմոկրատական երկիր Հայաստանի նման։ Ես մեր Հայաստան, Վրաստան էս թնջուկի մեջ էլի պատմության մեջ են պատասխանները փնտրում։ Դարերի ընթացքում գոնե 3 դար է ինչ Ռուսաստանը ակտիվ խաղացող է Հարավային Կովկասում, սա առաջի անգամը չի, որ լինում է։ Մեկ Հայաստանի վրա է շեշտը դրել Ռուսաստանը մնալու համար, մեկ Վրաստանի, մեկ Հայաստանի, մեկ Վրաստանի։ Հիմա 30 տարի Հայաստանի վրա է շեշտը դրած։ Հիմա Վրաստանը կլինի, մինչև տեսնի Հայաստանում ինչա լինում։ Այսինքն մենք պիտի այդ խաղից կարողանանք դուրս գալ։ Դա ամբողջ բանը։ Այդ մեր ռադիոլսողը որ ասեց Հայաստանը ինչ է որ Ռուսաստանը դրա համար կռիվանի, Հայաստանը այս պահին շատ մեծ նշանակություն ունի, շատ մեծ նշանակություն ունի, թե Ռուսաստանի համար, թե Ադրբեջանի, թե Միացյալ Նահանգների համար։ Այդ իզուր չի որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, դա ցանկացած Եվրոմիության երկիր, ինչքան ես եմ տեսել, բոլորը ակնածանքով ու հարգանքով են խոսում Հայաստանի մասին։ Որտեւ համեմատական միակ դեմոկրատիան է այդ ամբողջ ռեգիոնում։ Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան նայեք։ Եվ միակ հույսը հիմա Հայաստանն է, որ Հայաստանն էլ կուլ չտա Ռուսաստանը, որ կարողանա այնտեղ դեմոկրատիան ոտք ունենա, հենակետ ունենա այս մեր ռեգիոնում էլի։ Հայաստանն ամենակետ։ Եվ դրա համար ինքը մեր նշանակությունը այո մեծացավ, տարածքով մեծ չենք, բնակչության մեծ չենք, բայց քաղաքական բաները այնպես զարգացան, որ հիմա մեր նշանակությունը Հայաստանի շատ ավելի բարձրական երբևէ եղել է։ Այստեղ ռադիոլսողների Ստիկին Զոյան այնպիսի թեմա է բարձրաձայնում, որ կարծում եմ մի ամբողջ նոր հաղորդման վերնագիր կարող է լինել, ասում եմ սենց, չեմ հասկանում, ուրեմն Ադրբեջանից առնելը ավելի լավ է, քան Ռուսաստանից առնելը, նավթի մասն է խոսքը։ Իհարկե, հիմա նա ինչ էս այն հարցն է, որտեղ էմոցիան պիտի բախվի խելոք տրամաբանությանը։ Հիմա նա ինչ են ասում ընդդիմախոսները։ Այդ փողը մեր դեմ է օգտագործվելու եւ այլն բան։ Ասում են, բա ռուսինը ում դեմ էր օգտագործում։ Ադրբեջանը ինչ զենքերով էր կռվում Հայաստանի դեմ։ Էժան որ բանը անում համագործակցումը իբր իր ոնց են կոչվում մենք ռազմավարական գործընկեր, հա, ռազմավարական գործընկեր, այդ փողով Ադրբեջանի զենքեր վաճառում։ Ստաբիլությունը իբր պիտի պահպաներ, որ Հայաստան-Ադրբեջան բալանսը պահպանեին, մեկը ավելի ուժեղ չներկայացնի։ Դրա համար այս շատ էմոցիոնալ բան է, շատ փառքասո մենք չենք այդ որոշումները կայացնում, բայց իմ կարծիքով մենք պիտի կարողանանք վերջապես մանավանդ քաղաքականության առումով շարժվենք ոչ թե զգայական զգացմունքներով, այլ մտքով ու խելքով, որն է այս պահին ավելի ճիշտ որոշում կայացնելը, որն է ավելի ռացիոնալ որոշում է այս պարագայում։ Բայց չեմ ասում որն է, թողնում եմ ձեր մտքին, բայց այդ մեզ փրկեցին, որն է այս ավելի ճիշտ, չեմ հասկանում ոնց կարելի է այս ինչից են առնել։ Ես վստահ եմ վաղը մյուս օր, երբ որ սահմանները բացվի, ես չգիտեմ, հերթա լինելու ադրբեջանական գազալցականների, բենզալցականների մոտ տաքսիստներն են առաջինը կանգնելու։ 2 կոպեկ էժան բենզինով գնալու են կանգնեն ընդ։ Կտենաք։ Կարող է չլինի մի տարից հետո, 2 տարուց հետո, բայց մենք դա տեսնելու ենք։ Մեր ժողովրդին էլ իմանալով, տնտեսական հաշվարկներն 10 դրամ մատչելի գազա ծախելու հերթի տակ գնալու են կանգնեն ընդ։ Անգամ այն մարդիկ, ովքեր Facebook-ով թաղեմ Թուրքին երկեր են լսելու կամ բան են անելու այդ ստի վելուծաբաններին են լսելու։ Հերթի մեջ բենզի գազալցականում հերթի մեջ կանգնելու են, նայելու են հակաթուրքական բլոգերներին, որ ձեր հաշվին ապրում են, բայց գնալու են թուրքերի մոտից գազ լցնեն։ Կտեսնեք։ Վրաստանում ես իմ աչքով եմ տեսել։ Հենց որ գնում էինք Բաթումի, որ անցնում ես բանը,
սահմանը Հայաստանի, բան դեղ ադրբեջանական, դե Վրաստանում մեծ մասը ադրբեջանական է գազալցականները սոկարա կոչում, իրանց դրոշով բանով դրած է։ Անցել են կողքերով, հայկական համարներով կանգնած են ընդե։ Այդ է։ Ես չեմ դատապարտում։ Ես չեմ ասում ճիշտ է, սխալ է, դա ամեն մարդ իր բան, բայց ուզում եմ ասեմ, այդ էմոցիան է մեզ քանդը։ Ոյ, մենք բան Եվ գիտեք ինչա, կեղծ ախր, կեղծ։ Թուրքի սահմանը փակում ենք, ման Վրաստանից 6 անգամ թանկ ապրանքը բերում ենք ստե նույն Թուրքիայից։ Մեր Տիկնայք փապկասում հայոց աշխարհի, Մալաթիայի 99% թուրքական ապրանք է, բայց ոյ մենք չենք բերում բան, Վրաստանից համ ընդեղ են մաքսազերծում, համ վրացիքին են փող տալի, համ 8 ժամ ավել են գնում հասնում ընդե։ Այս ձևերը քանդես մեր տունը։ Եվ պարզվում է, որ ադրբեջանական նավթը ավելի բարձրորակ է, քան ռուսականը, որ մենք ստանում ենք, ես էլ կարելի չմոռանանք։ Հիմա էլ ստացվում է բան, էլի ոնց որ հիմա ոնց կվերնագրեն մեր ընդդիմախոսները։ Երենիկը ասում է ադրբեջանական նավթը որակյալ է, այսինքն որ բան կգրի, վերնագիր կգրեն, կտարածեն, բայց էությունն են պիտի հասկանան ինչ են։ Որ ասում են դիվերսիֆիկացիա են ասում, չէ՞։ Ախր մեր պայմանները, մեր հնարավորությունները շատ քիչ են հիմա։ Եթե նավթը Ռուսաստանը միշտ եթե հարաբերություններ այնպեսի զարգացում ստանան, որ հանկարծ Ռուսաստանը կտրի մեզ այդ առևտուրը, ասենք նավթ չտա, մենք խեղդվելու ենք։ Որտեղից ենք առնելու։ Ֆրանսիայից ենք նավթ առնելու, թե Ամերիկայից։ Դե առնենք Ադրբեջանից, մեր հարևանն է։ Հիմակվանից արդեն այդ բաները պետք է կարգավորել, որ վաղը միսօր մեր վերջնական նպատակը Ռուսաստանից կախվածությունը ամբողջովին վերացնելն է։ Դա դիմաց մենք մի բան ունենանք, թե չէ։ Ես տեղ հարց ունեմ, որը կարծում եմ շատ ռադիոլսողների մոտ էլ է առաջանում։ Բա մեր Իրանի հետի գազամուղը վերջապես երբ է ամբողջ ծավալով գործելու։ Ինչի մենք չենք խոսում, որ մենք ժամանակին գազամուղ էին կառուցել, ռուսները ստիպեցին, որ այդ գազամուղը նեղ լինի 2 անգամի խողովակները, որ այդ ծավալը դու հասկանում ես։ Հա, բա այդ ինչի չենք մենք խոսում, որ բան։ Այդ պիտի ասենք, որովհետև Իրանը պատժամիջոցների տակ է, որովհետև Միացյալ Նահանգները թույլ չի տալ եւ ոչ միայն Միացյալ Նահանգները, Եվրոպա մի շարք, որ Իրանը մատակարարի այդ գազը, բա ուզում եք մի կողմից կախված մնան, բա որ ասում է Հայաստանը ծայրաբևեռ չպիտի լինի, այդ իմաստն է մեջը նաև, որ մի կողմից կախված չլինի, որ գազը չասի, հա, ձմեռը գազը փակում եմ, թանկացնում եմ, պիտի ունենանք այդ այլ դրաններ, չէ, այս փաստը որ ասենք, որ Պարսկաստանի հետ մենք առևտուր ենք անում բան, այդ բոլորը կարծես նորմալ են ընդունում, բայց պարսիկները ավելի շատ են մեզ կոտորել, քան թուրքերը, ախր բոլորս դա գիտենք։ Բայց քանի որ ժամանակը անցել է, մեր այդ պաֆոսը բան իջել է, հիմա մենք նորմալ ենք համ։ Հա 100-200 տարի հետո միշտ նա նորմալ լինել, ոնց որ հիմա Պարսկաստանի հետ է նորմալ առևտուր անել, հասկանում եք, բայց դա մի օր պիտի սկսի, թե չէ։ Պարսիկին եղբայր ենք ասում։ Պարսիկին ասում ենք եղբայրական Պարսկաստան։ Հա Հիմա պատկերացրեք նույնն է հիմա ոնց որ պատկերացրեք Վարդան Մամիկոնյանի ավարայրի ճակատամարտն է եւ ես ու դու sense կանգնած ենք ավարայրի դաշտում Տղմուտ գետի աչափին լայվ ենք անում հա ահա հարբած փղերը մոտենում են բան ու հանկարծ գնում ենք Վարդան Մամիկոնյանի մոտ ու ասում ենք եղբայր ենք ասելու այդ ժողովրդին ինքն է մեր անվտանգության երաշխավորներից մեկն է լինելու սովից է մեզ փրկելու մի 23 կիլոմետրանոց սահմանը կենաց մահու սահմանա լինելու էլ զենք են բերելու էլ հացահատիկ են բերելու էլ նավթ են բերելու մի անգամից թուրը կհաներ Վարդան Մամիկոնյանը ու յալլա կաներ երկուսից ոնց թե դու տես բաներ Եվ կամորթեր չէ 100% հանուն հոր որդո եւ սուրբ ոգու 100% Ամոն այդ փղերով որ գալիս էին, չէ։ Մենակ պատկերացրա այդ փիղը ամեն օր ինչքան պտիկ ուտի որ կարանա քայլի, էլի։ Այդ հետները բերում ոնց էին անում, ես չեմ պատկերացնում այմար։ Դե դրանց կերակրել քննի հսկա կենթանիներին։ Էնել Հայաստանի չորուցամակ պայմաններում։ Այդ որ ասում օրորվում էին այդ փղերը, ինձ թվում է հարբած չէին, սոված էին։ Կարող է սովից էին։ Դեմոկրոմ հա խմելու շատ բան ունեին, համ էլ իրանք մուսուլման էին, խմիչ որտեղից։ Հա, այդ հարբած փղերը, սոված փղերն էին, սոված ծառավ հայերի դեմը։ Լավ, այսքան։ Ժամին նայել ես։ Նայել եմ։ Ասենք գնանք հեռուստատեսություն։ Ձեզ այո, ասենք բարի ճանապարհ դեպի ստեսություն, հանդիպենք վաղը։